Ողջույն, ես Էրիկ Եղինյանն եմ, ես այժմ գտնվում եմ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վերևի հատվածում գտնվող նախկին ջութանոցի տարածքում։ Իմ կողքը գտնվում է անտառը, ուրեմն Ամերիկայում բնակվող իմ հետևորդուհիներից մեկը, մի կին, մի մեծահարուստ կին, դիմել է ինձ խնդրելով, որ Աշոտաբերդ թաղամասի տարածքում կամ Ստեփանավան քաղաքում հողատարածքներ նայեմ, որը կլինի բնության գրկում շրջապատված ծառներով, քանի որ այդ կինը ցանկանում է ֆինանսական միջոցներ հատկացնել, որպեսզի Ստեփանավան քաղաքում կառուցվի շների կացարան եւ դրա արդյունքում բնականաբար կլուծվի նաեւ Ստեփանավան քաղաքի եւ հարակից շրջանների թափառող շների խնդիրը եւ այժմ ես եկել եմ այստեղ, որպեսզի հողատարածքներ նկարեմ եւ ցուցադրեմ այդ կնոջը, որպեսզի հետագայում այստեղ կառուցվի շների կացարան։ Այժմ ես իմ հեռադիտակով կնայեմ բնության հիասքանչ եւ գողտրիկ տեսարանները, արդեն աշունը իր տարերքի մեջ է, գույնս գույն եւ երփներանգ ծառներ եմ նշմարում հեռվում։ Այս հեռադիտակը բավականին հեռու տարածություններ ցուցադրում է, մոտ 5 կիլոմետր ավել տարածություն ցուցադրում է։ Հիմա ես կցուցադրեմ տարածքը, ուրեմն անտառում կան հաճարինիներ, իսկ տարածքում կան մասրենիներ, մասրենու թփեր, կա նաև անտառում սունկ, կա մոշ, այսինքն բոլոր հատապտուղները այստեղ կան, հիմա կցուցադրեմ։ Ահա տեսեք, սա մասրենու թուփն է եւ այստեղ ամբողջությամբ մասրենիներ են տարածքում, բավականին շատ, մասուրը բավականին օգտակար է, սա էլ տարածքն եմ ցուցադրում, տեսեք ինչ գողտրիկ եւ գեղատեսիլ վայրեր են, իսկ ահա հեռվում էլ նշմարվում է անտառը, Աշոտաբերդ թաղամասի նախկին ջութանոցի տարածքն է սա, մոտեցնեմ։ Իսկ սա էլ իմ հեծանիվն է, ես իմ հեծանիվով եմ եկել բնության այս հիասքանչ վայրերը, ցուցադրեմ տարածքը, սա տնամերձ է, ասեմ, որ այստեղ կա կոյուղի, հոսանք, գազ եւ ջուր, ամեն ինչը քաշած է եւ կարծեմ տնամերձ հողատարածք է։ Հիմա ես բանակցություններ եմ վարում համայնքապետարանի հետ, որպեսզի մատչելի գնով կամ վարձակալեմ, կամ էլ գնեմ այս տարածքը։ Հուսանք, որ ինձ կհաջողվի բանակցություններում հաջողությունների հասնել։